մեր պահանջներին պիտի հետևեն, պիտի վերադարձնեն ամենաառաջինը քաղաքացիների կորսած գումարները, հետո բացահայտեն հանցագործությունները, որ կանխարգել են, որովհետև սա էլ ինչ-որ առումով նաև իրազեկման ակցիա է, որ մենք կանխարգելմանն ենք միտված եւ մենք նպաստում ենք պետական մարմնի ուժեղացմանը, պետական մարմնի դերի վերաիմաստավորմանը, որովհետև քաղաքացիները չեն դիմում ոստիկանություն, չեն դիմում պետական մարմիններին, գալիս են դիմում են հանրային վերահսկողություն հասարակական կազմակերպությանը։ Դա մի քիչ ամոթ է իրանց, մի քիչ չէ, շատ ամոթ է, բայց այդ տարբերակը մենք չենք քննարկում, եթե քաղաքացիների գումարները չվերադարձնեն։ Պիտի վերադարձնեն քաղաքացիների գումարները եւ շատ խելոք։ Հակառակ դեպքում այդ մարմինները կփակենք, ֆիզիկապես կփակենք, կգնանք ծայրահեղությունների, անվստահություն առանց այն էլ փաստ է, որ անվստահություն ներկա պահին առկա է քաղաքացիների անվստահությունը պետական մարմինների նկատմամբ այսպես թե այնպես դա առկա է։ Այդ անվստահությունը մենք պաշտոնապես կհայտնենք այն դեպքում, երբ որ քաղաքացիների գումարները հանկարծ համարձակվեն, չվերադարձնեն կամ քննարկեն կամ ձգձգեն կամ այս կամ այն, նման բան լինել չի կարող։ Հիմա այսօր դուք դատախազություն դիմում եք ներկայացնում, նամակ, Մենք դատախազություն հանցագործության մասին հաղորդում ենք տալիս այն մասով, որ դատախազությունը պարզի, թե պետական որ մարմիններ մեղավոր, ում հանցավոր անգործության հետևանքով են ամբողջ Երևան քաղաքում, հարակից մարզերում եւ Հայաստանի Հանրապետությունում տարածված եղել ապօրինի գովազդներ, ապօրինի գործունեություն, ում բաց թողման հետևանքով նա պետքա անցնի քրեական գործով, պետքա պատասխանատվություն կրի։ Այս մասով հանցագործության մասին հաղորդում կա իմ ձեռքին եւ կա դիմում առանձին, դիմում առաջարկ ուղղված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ուղղված գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ուղղված քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, այն մասով, որ տվյալ մարմիններից, տվյալ համակարգերից ներկայացուցիչները հանդիպեն տուժող կողմերի ներկայացուցիչների հետ, հանդիպեն, քննարկեն, օր հնչեցնեն, թե երբ են վերադարձվելու այս գումարները։ Սա ձեր առաջին բողոքի ակցիան չէ եւ ինչպես հասկանում եմ, առաջին դիմումը չէ, որ ներկայացնում եք դատախազություն։ Ինչ որ պատասխան ստացել եք դուք ձեր դիմումներին։ Սա մեր 5-րդ բողոքի ակցիան է, սա դատախազության առաջ արդեն 2-րդ, 3-ը եղել են քննչական կոմիտեում։ Նախորդի բողոքի ակցիաների ընթացքում մենք միայն ու միայն հանցագործությունների մասին հաղորդումներ ենք մուտք արել, որոնք եղել են 200-ից ավելի, իդեպ ուզում եմ հնչեցնել այն թիվը, որ նախքան մեր բողոքի ակցիաները, ինչ հանցագործության մասին հաղորդումներ էին եղել, ասենք օրինակ պատկան մարմիններում, ոստիկանությունում ենթադրենք, ներքին գործերի նախարարությունում, ահազանգ էր եղել ընդամենը 4-ը։ Պատկերացնում եք 4000 ոստիկանություն, 220-ից ավել դիմում բողոքներ, հանրային վերահսկողություն, հասարակական կազմակերպություն։ Սա ակնհայտորեն անվստահություն է պետական մարմինների նկատմամբ։ Եվ մենք պետքա վերականգնենք այս անվստահությունը։ Պետքա գործարկենք այս ինստիտուտները, որ աշխատեն, որ քաղաքացիների վստահությունը բարձրանա։ Հակառակ դեպքում այս անվստահությունը կխորանա, իսկ մենք այդ անվստահությունը չենք հանդուրժելու։ Եթե քաղաքացիները այդ կերպով անվստահություն են հայտնում, ապա մենք գնալու ենք ծայրահեղ քայլերի, փակելու այդ պետական մարմինների դռները։ Դա կլինի քննչական կոմիտե, դա կլինի դատախազություն, դա կլինի կառավարություն, թե դա որ մարմինը կուզի լինի։ Եթե նա չի ծառայում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ապա դա բորբոքված կույրաղիք է։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ պատկան մարմինների հրաժարական եք պահանջելու։ Եթե չվերականգնվեն քաղաքացիների իրավունքները, մենք գնալու ենք այո ծայրահեղ քայլերի։